Հաճախակի հանդիպող իրավիճակ չէ, բայց ամեն դեպքում այս խնդիրն էլ է հանդիպում մեր մասնագիտության շրջանակների մեջ։ Այդ կերպ ասած, սա կոչվում է առատ լյուբրիկացիա։ Խնդրի հետ կապված գրում են եւ տղամարդիկ եւ կանայք, որովհետեւ իրապես ինքը խանգարում է երկկողմանի, որովհետև չափից դուրս թրջվելը հեշտոցի իրականում իջեցնում է զգացողությունները որպես այդպիսի եւ տհաճություն է պատճառում եւ տղամարդուն եւ կնոջը։ Համենայն դեպս ինչքան ես վեր եմ հիշում տարբեր տեսակ կլինիկական դեպքերը այս հարցի հետ կապված, բոլոր դեպքերը հիմնականում կապված են եղել ինֆեկցիոն բորբոքային բնույթի պրոցեսների հետ։ Անկեղծ ասեմ, չեմ հանդիպել մի իրավիճակի, որ պատճառ չլինի, հա, բայց լինի առատ լյուբրիկ, ես չեմ հանդիպել տենց իրավիճակի, եթե կան մասնագետներ, ովքեր հանդիպել են տենց իրավիճակի, միշտ ուրախ կլինեմ եւ բաց քննարկելու այդ հարցերը, որովհետեւ այստեղ ոնց որ հարց է առաջանում, այդ դեպքում ինչ լուծման տարբերակ կա։ Եթե պատճառ չկա, բայց կա շատ խոնավանալ հեշտոցի, ապա ինչ լուծման տարբերակ կա, որովհետև ինֆեկցիոն բորբոքային պրոցեսների ժամանակ առատ լորձի արտադրության պարագայում, ապա մենք ունենք լուծման տարբերակներ, բայց դե ոչ մի բան չկա, ինչ լուծման տարբերակ, սա մի քիչ հարց է առաջանում։ Եվ ինչով է սա կարևորվում, որովհետև ամեն դեպքում խնդիրը բացասական անդրադարձ է ունենում սեռական կյանքի հենց որակի վրա, որովհետև սա բերում է զույգերի միջև ներդաշնակության առաջացմանը, որը ի վերջո կարող է բավականին լուրջ ընտանեկան խնդիրների սկիզբ